Շացրելի քուրև է վեղբայրներ, չեմ գրնար երևակայել, որքան երախտաբարդ եմ աստծո այսօրվան համար և ընդհանուր հայտնության կիրքին համար, որովհետև շատ կարևոր կիրք մնե, այս կիրքը մանավանդ աս օրերուն մեջ, որ դժբախտաբար Սուրբ Կիրքին ամենայն վերջին կիրքն է, շատ թյուրին կնանք փանալ գարտալ, բայց երբեք բանալով չենք խորհրդածեր եւ չենք մտածեր այդ համարներուն վրա, պատճառը ան է որ կամ չենք հասկնար, պատճառը ան է որ դժվար կգտնանք, պատճառը ան է որ ձուլություն է եւ պատճառները մեկը ան է որ կխորիս որ շատ վախաստու կիրք մնե, բայց իրականությանը մեջ հույսի կիրք մնե, հավատքի կիրք մնե եւ կիրք մնե որ բզդիկ դարիքես ջանցած եմ անցնաբես եւ թունալ, որ Հիսուս որքան խոնար եղած է որպես Աստծո որդի, լրած է, համբերած է, զիջած է, բայց եւ միևնույն ադեն մեզի սորվեցուցած է որ իրեն նմանող լանք։ Երբ որ գուքանք հայտնության կիրքը, երբ կգարթանք էջերը սկսելով առաջին գլուխեն, հոնք տեսնանք մեր Քրիստոսին մեծ եւ հզոր Աստված ըլլալ։ Եվ այդ կիրքերու մեջ հայտնության կիրքին այլ պիտի տեսնանք Տեր Հիսուս Քրիստոսը զորավոր։ Մենք այդ օրերուն պատրաստ ենք, որքան գիտություն ունենք։ Աստծո խոսքը գսե Օվսիայի մեջ իմ ժողովուրդս գործված է գիտություն չունենալուն համար։ Մենք այսօր գջեղկենք այդ դկիդությունը, գջեղկենք ձուլությունը, գջեղկենք վախը եւ այսօր մենք որոշում կառնենք միասնապար միասին սերդելու հայտնության կիրքը։ Իմ հետս է Պիտեր Նիգոսյան, բարի եկած ես Պիտեր, Այո, քիչ հետ ցեզի պիտի ներկայացնեմ իրեն եւ հետաքրքրական է որ երկուքս ալ նույն ժամանակներուն գուզեինք ասքիրքը ներկայացնել եւ ասված մեզի կովի պերա օրմա արիթով մգրնան գադիկա վգայել բայց գուզեմ անցնել այս քիրքին որ գներարե մարգարեություն նամակներ եկեղեցիներու երկնային դեսիքներ թադաստաններ եւ նեղություններ Պապելոնի անգումը, Քրիստոսի վերադարձը եւ վերջնական հաղթանակը նոր երկինք եւ նոր երկիր։ Այսօր տուն եւ ես բادرած վիդելանք այս աղավաղված այլասերված աշխարհին մեջ ինչ որ ալբադահի հավատքով մնանք մեր աչքերը Հիսուսին նայենք որբեսի տեսնանք նոր երկինք եւ նոր երկիր անոր համար է որ մենք այսօր այս տասնտասկը պիտի սկսենք եւ սկսել են սրաճ կուզեմ ցեզի ներկայացնել որ ով է Պիտերը իրեն մասին այո Ուրեմն Պիտեր Նիգոսյան ծնած է Թորոնտո, Կանադա եւ երկար տարիներ ծառայած է որպես միսիոնար։ Պիտեր Նիգոսյան հովիվ եւ տասախոս սրդոմ նվիրված համաշխարհային առաքելության անստացած է կորձարարության վկայականը Business Administration Յորք համալսարանեն Թորոնտոյի մեջ եւ հիմնած է Canadian Marketing International ընկերությունը։ Ազո հետ վերամիացման հետևանքով ինքանթերոմ հանդիպումով Պիտեր ուսանած է աստվածապանություն եւ 2000-ին ստացած է աստվածապանության մագիստրոսի աստիճան Թինդեն համալսարանեն։ 2001-ին 2008 թվականներուն անձարայած է ամբողջական ժամանակով որպես միսիոնար Հայաստանի մեջ ուսուցանելով եկեղեցի հիմնելով եւ առաքելություններու առաջնորդելով Ասիո եւ Միջին Արևելքի մեջ։ Ներկայիս ան գշարունակե քարոզել եւ առաջնորդել դեղական ու միջազգային առաքելություններ, իր դեսլագանը պատրաստել եւ զորացնել առաքյալներ ու հովիվներ ազդո թակավորությունը դարաձելու համար չհասած ասկերուն։ Պիտեր գոչումը ստացած է ծառայություններուն գողքին սերդել հայտնության քիրքը եւ ուսուցանել այսօր երկար տարիներ է որ կուսուցանե հայ ժողովրդի մեջ ու որ զին կհրավիրեն եւ օդար ասկերու մեջ օդար շրջանակներում մեջ ուրեմն այս առիթը օգտագործելով դերը հանդիմում մեզի ыրա միասին եւ մենք պիտի սկսենք միասին ազո առաջնորդությամբ ինչպես որ գիտեք հայտնության քիրքը
խորհուրդ քիրք է, պատմական է, մարգարեություն է, ուրեմն մենք պիտի չանանք ցեզի ամփոփել, ամեն մանրամասնություն դերևս չի կարենանք անել ամեն մեկ գլուխին, բայց արիթը պիտի դանք ցեզի հարցումներուն։ Այնպես որ մի քանի, ասենք, արձանագրություններ վերջ, անոնք որոնք հարցումներ ունին, գրնան գրել inbox-նել կամ email-ը ցեզի գուտանք, եւ հոն ձեր հարցումները ազատորեն կհարցնեք եւ մենք ցեզի կպատասխանենք։ Ուրեմն Պիտեր բարի եկած ես անգամը եւս եւ նախքան սկսել առաջին գլուխին կնաս բզդիկ ներածական մընել հայտնության քիրքին մասին։ Ուրեմն շնորհակալ եմ ամենաառաջ Կարին, որ այս առիթը դրվեցավ, որ միասին իրար հետ այս շատ աժմիական եւ կարեւոր քիրքը, որ սրտիս վրա դարիներ թրված է, միասին սերտենք եւ հետաքրքրությունը առաջ բերենք մարդկանց մեջ, որ իրենք իրենց համար կարդան, սերտեն եւ երանելիությունները, որ մեջը դրված է 7-ն ավելի վայելեն։ Ուրեմն այս քիրքը ինքը ընդհանուր մարգարեություն ունի եւ այդպես է գսե հեղինակը, որ այս քիրքը մարգարեություն է դրված է հոր Աստուծն է իր որդին Հիսուսին, որ դա իր հրեշտակի, որ դա Հովանեսին, որ դա 7 եկեղեցիներում, որ փոքր Ասիայի մեջ է, որ այսօրվա Թուրքիա գոչվի, եւ այդ արևմտյան կողմը այդ եկեղեցիներում միջոցով հասնի մեզի թարևու ընթացքին։ Եվ այս քիրքի նպատակային է, որ մեզի ցույց տա, որ Հիսուս գահախտ է։ Ամեն մեկ, եթե մեկ նախատասությունով ամփոփենք այս բոլոր հայտնության քիրքը, այն է, որ Հիսուս գահախտ է չարը, ները, սատանան, թժողքը, մահը, մեղքը, եւ մեզի այդ հաղթանակի մեջ մեզի արիթ կուտա, որ իրեն հետը այդ հաղթանակը վայելենք։ Այս մեկ նախատասությունով գործեն բոլոր քիրքը, եւ որ մտնանք այս քիրքի մեջ շատ տարբեր մանրամասնություններ դիլա, բայց չգործվենք։ Ուրեմն այս քիրքին մարգարեական խոսքերը մարգարեություն էր իր ժամանակի համար, եւ որ դրվեցավ Հովանեսին, այդ ժամանակաշրջանի այդ ժամանակի մեջ եղող հավատացյալներուն եւ նաեւ բոլոր սերունդներու հավատացյալներուն, նաեւ այսօր մեզի։ Բայց այդ մարգարեությունը ունի ոչ թե միան գուշակելով աբական ինչ կլինի, այլ այդ մարգարեական խոսքերը մեզի համար դրված են, որ այսօր ներկայիս ինչպես մենք կրնանք քաչալերվել դարաբանքի ժամանակ, որ բոլոր եկեղեցիները ամեն սերունդներու մեջ են գանցնի։ Ուրեմն մենք այս է նպատակը, որ քաչալերվենք, զորանանք եւ այս նամակի ցևով մագաղաթի մեջ գրված ուղարկված 7 եկեղեցիներուն այսօր կներկայացվի մեր սուբկիրքներու մեջ, այսինքն կանոնի մեջ կմտնա, սուբկիրքի մեջ կգազմվի այս մագաղաթը, որ մարգարեական մագաղաթ էր, դրված այդ 7 եկեղեցիներուն, եւ այսօր մենք կընթերցենք եւ ընթերցելու ժամանակ կքաչալերվենք եւ երանելի կգոչվենք, ինչպես առաջին գլխու եւ երրորդ համարը գսել։ Ամեն եւ եթե սկսեմ առաջին գլուխ առաջին համարներով կսե Հիսուս Քրիստոսին հայտնությունը որ ասված դվավ իր ծառաներուն ցուցնելու ինչ որ շուտով պիտի ըլլա եւ իր հրեշտակին ցերկով իր Հովանես ծառային իմացուց գիտես Պիտեր մենք ես որ փոքր էի դարիներ գլսեի որ Տեր Հիսուսի քարուստը մոտ է շուտով պիտի կա այսօր անցավ 40 տարի եւ ավելի եւ դակավին օրինակի համար մենք կսպասենք դերոջը քալուստին հոս շուտով ասելը ինչ կնշանակի բարձրապես որ պիտի կա ագանթարթի մեջ կամ ինչ ասել գուզե ճիշտը Ուրեմն այս շուտովը մենք պետք է հասկանանք այն առումով, որ ժամանակը մոտեցած է։ Հիմա, երբ որ Հիսուս առաջին խոսքերը, որ հրավ իր առաքելության մեջ, որ հիշված է Ղուկասի կամ Մարգոսի առաջին 15 համարի մեջ, այնտեղ ինքը գսե, որ Աստծո թագավորությունը մոտեցած է, ապաշխարեցեք ու ավելարանին հավատացեք։ Այսինքն իր ժամանակի մեջ մոտեցած էր իր հոն ներկա ըլլալով նույն միտքով դրված է ասիկա մեզի արդեն շուտով ասել է որ մոտեցած է մեր մոտն է արդեն կգադարվի որ այս բաները մեզի կմնա որ ասկիքին դեսիկները հասկանանք եւ իրենց խորհուրդները հասկանանք եւ հասկանանք ինչպես մեզի գվերակրվի այսօր ամեն սերունդի համար նույնն էր
ինքը աջմիական էր, մոդ էր։ Անշուշտ է 2000 տարիներ անցած են եւ մեկը պիտի ասի, well 2000 տարի է չէ եկած Հիսուս, ինչը սեր գուզեմ մոդ է։ Մոդը այդ առումով, որ մեկ օրը 1000 տարվա նման է, 1000 տարի մեկ օրվա նման է գսել Սուրբ Գիրքը, դարբեր խորհուրդներ կան, որ թիվերը մեզի Աստված այս նոր գտա այս հայտնության քիթի մեջ խորհրդավոր միտքեր ունին ասոնսիետին։ Ուրեմն մոդը այդ առումով, որ արդեն սկսած էր Հովանեսի ժամանակ Աստծո թագավորությունը ներկա էր գսե 9-րդ համարի մեջ եւ այդ նեղություններն ալ սկսած էր մոդ էր իրեն մոդ է ամեն սերունդներում միջև Հիսուս Քրիստոսի երկրորդ քալուստը։ Ամեն։ Եվ խոսքս է երկրորդի մեջ, որ Աստծո խոսքին վկայությունը ըրավ ու Հիսուս Քրիստոսին վկայությունը ինչ որ դեսավ։ Միևնույն adեն հետաքրքրական է այս նկարը, որ դրած է, որ ասված Հիսուս գիտենք, որ ինչ որ գլեսե դերոճմեն անիգա գխոսի եւ հրեշտակն է, որ Հովանեսի եկած է եւ հայտնած է, չէ, այսինքն ինչ Այո, որ հայտնություններ, ոնց քիչ մեկ գշվարին, որտեղ Հիսուս Քրիստոսին հայտնությունն է, բայց հրեշտակին փերանով է որ կխոսվի։ այո, ուրեմն նայ, եւ որ մենք հրեշտակ բարը լսենք, մենք կգործենք, որ այսպես թևերով կամ այսպես ինչ ասեմ, հոգի մնե որ գուքա եւ գտրի եւ գուքա գխոսի, մենք պետք է հասկանանք հրեշտակ բարը ամենաառաջ պատկամափերս է։ Հրեշտակ բարը հունարենով անգելոս բարն է, որ բանսել է, պատկամափեր։ Ուրեմն այդ պատկամափերը հրեշտակները նաև եբրայեցիս գիտնի մեջ կներկայացվին, գսեն, որ իրենք սպասարկող հոգիներ են։ Ուրեմն Հիսուսի հրեշտակը, որ այս պատկամափերը գուքա գրնա հոգին միջոցով, գրնալալ անձիմը միջոցով Հովանեսին այդ Քրիստոսի այդ հոգին միջոցով ուղիղ ցևով մը հայտնվի Հովանեսի վերջը կտեսնանք, որ ինքը հոգին մեջն է գսել, երբ որ դեսիքները Այո, կտեսնան եւ 4 անգամ այդ կհիշվի հայտնության ընդհանուր քիփի մեջ, ուրեմն այդ հոգին, Քրիստոսի հոգին պատկամափեր ինքը դեսիքով կտեսնա եւ ցայն կլսե։ So ինչ ցավով այդ պատկամափերը իրեն կհայտնվի լա իր հոգին մեջ եւ որ հոգին մեջն է կամ անցմը կամ Քրիստոսի գերբարով անցմը հայտնվի ադիգա այլևս պետք է որ թույլանք որ չփանչենք չսահմանափենք փագենք Աստված իմ ծով ճիշտ ыրա ուրեմն Աստված գսե Հիսուսին Հիսուս այս հայտնությունը գվերցնե իրեն համար այդ պիտի տեսնանք 4-րդ գլխի մեջ մագաղատը պիտի վերցնե Աստծո աչ ցերքեն եւ 10-րդ գլխի մեջ այդ մագաղատը պիտի դա Հովանեսին եւ Հովանեսին պիտի ասե որ վերցուր այս իմ ցերքես եւ գեր պիտի ասե մարսե ասիգա Փերնիտ մեջ համով մեղրի նման միլա փորնիտ մեջ թար ասիկա այս միտքը նույնն է որ ինչ որ Եզեկիելի նսվեցավ երկրորդ այո, գլխի վերջի համարներում մեջ որ Աստված իրեն դվավ պատկամ նորեն եւ ասավ գեր ասիկա ֆիզիկապես քիլք ուդել չէ ասիկա այլ մարսե մտածե հասկացիր ինչ որ մենք պիտինենք եւ որ մենք սկսենք սերվել այս քիրքը ամեն։ Եվ գիտես շատ հետաքրքրական է, որ արդեն առաջին գլուխին երրորդ համարը կգարտանք, որ կսա Երանի անոր որ կգարտա, Երանի ինձի, չէ, այո եւ անոնք որ գլսեն, բոլոր անոնք որոնք գլսեն հիմա, աս մարգարեության խոսքերը եւ կբահեն, ինչ որ անոր մեջ քրված է, վասնզի ժամանակը մոդ է։ Այսինքն երբեք դերևս չէինք նշмарած եւ կգարտանք աս խոսքերը, ուրեմն մենք երանելի պիտի լանք եւ որովհետեւ երանելի լանք պետք է աս խոսքերը գարտանք եւ լսենք։ անպայման ուրեմն գարթալը ընդհանրապես Աստվածաշունչի մեջ Սամոս մեկն ալգս է չէ երանելի են անոնք որ քիշել ցորեկ Աստծո խոսքի մեջ կխոգան գարթալը չէ միակ հոգալ մտածել հասկանալ հայտնությունը ստանալ խոսքին Ամեն, վերաբերյալ ինչ ամեն, երանելիություն կտա Սամոս մեկը գսե ով որ ճուրիկով այս խոգա քիշել ցորեկ Աստծո խոսքի մեջ կնմանցնի զարիմը որ ճուրիկով դնկված է եւ անընդհատ բարակ կլա բդուղ դա գանանչ կլա եւ ինչ որն է հաճողի ուրեմն այս երանելիությունը նաեւ նման է այն երանելիություններում որ Հիսուսը սա
Մատթեոսի 5-րդ գլխում մեջ այնտեղ 9 երանելիություններ տվավ անոնք, որ հեզ են, խոնար են, սուկ կնեն եւ այլն։ Երանելիություն, այսինքն օրտնված է այն անձը, ուրախ է այն անձը։ Ամեն։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք 7 հատ խոստումներ կան այսպես հայտնության թիրքի մեջ, որ առաջին քուխու մեջ առաջինը դրված է մեզի քաչալերելու որ գարտանք եւ լսենք ուրեմն հրաբարակալ լսողներ այսինքն աս պետք է ընթերցվի ինչպես պիտի ընթերցվեր Հովանեսի ժամանակ այս մագաղաթը պիտի ուղարկվեր հովիվներուն այդ 7 հրեշտակներուն որ այդ գարթան իրենց հոդերուն հոդը պիտի մտի գներ ընդհանուր այդ ժողովուրդը, որը ոչ ամենը քրակել էին, ոչ ամեն մարդ կրնար գարթալ։ 5 դագարանի մեջ նա այնպես էր։ Եզրա քահանայի ժամանակ, երբ որ ամենը հետ դարձան, հետ եկան աբսոլյութունեն, քահանան վերցուց այդ մագաղատները 5 դարարին եւ սկսավ գարթալ արդվեն է միջև քիշեր գսե եւ մենք ասանք 10 վարյան 15 վարյան 40 վարյան գուդան կգարձենք շատ երկար է արդվեն է միջև քիշեր մի գարթային եւ այդ օրտնությունները վայելեին հայտնության քիթը եթե ընդհանուր գարթացվի 1.5 ժամ գարնի բայց չենք լսեր չէ նամակ մներ պետք է ընթերցվի Բայց եկեղեցին իրականություն մեկ ու կես ժամ գարնե, բայց եթե պիտի նստիս մտածես խոգաս ժամեր գարնե, մեկ ու կես ժամը դերևս քեզի համար անգամ եւս նորեն կարդաս, բայց նորեն միշտ բաներ կան, որ անորոշ դերևս հավատացել է, որ կարդա չի հասկնար, դերևս առաջին, երկրորդ, երրորդ գլուխները այո, բայց վերջը իրեն համար քիչիկ մը ասենք միստերիոս բաներ են։ Լավ, երբ որ պիտի անցնենք Հովանես 7 եկեղեցիներուն, որոնք ասիո մեջ են, շնորհք եւ խաղաղություն ցեզ։ Ինչա որ է որ գսկսի շնորհք եւ խաղաղություն, ինչպես որ Բողոս Արաքյալը կարծեմ այդպես կսկսի, անգեյը որե եւ որեր եւ որ պիտի կա ու 7 հոգիներ են։ Հիմա 7 հոգիները որոնք են, ինչ են։ Okay, ուրեմն 7 հոգիները, այս 7 հոգիները գտնված է 5 դարան ամեն առաջ ասեմ, հայտնության քիքը լավ հասկանալու համար մենք պետք է հասկանանք, որ լրիվ ջսկրիտ մեջբերումներ չկան 5 դարանում, բայց ակնարկներ կան։ Խորհուրդները մեզի կփածվին, ի որ 5 դարանը լավ գիտնան։ Անորոշ շատ կարևոր է, որ ծնոթոցեն միջև մաղաքյա հայտնության քիրքը հասկանալու համար գարթանք այդ 5 դարանը եւ հասկանանք։ Ուրեմն առնված է այս 7 հոգիներու խորհուրդը բանեն Եսայա մարգարեի 11 գլուխեն առաջին երկու համարներու մեջ այնտեղ 7 հոգիները գմեկնափանե գսե ով էին ինչ էին եւ ավելի հատկությունները մեկ սուրբ հոգի կա ուրեմն 7 հոգիներ չկան որ 7 սուրբ հոգիներ 7 թիվը ամբողջության թիվն է ուրեմն այդ ասել ուզի որ այս Սուրբ Հոգին իր ամբողջության իր հատկություններով մեզի գփանա այս նամակը եւ այստեղ նաեւ հիշվի ոչ միայն այդ 7 հոգիները որ Խորանին արչեւ ներերջի պիտի տեսնանք այդ բոլորը 4 քուխուն մեջ ով են այդ 7 հոգիները ինչ են բայց նաեւ Զաքարիայի մարգարեության մեջ հիշված է այդ 7 հոգիները որ 7 հաշտանակներն են 7 այդ զամփյուղներն են, որ գգանքնին Աստծո ներկայության առջև։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, որ այս 7 հոգիները Սուրբ Հոգին գխորհրդանշեն։ Նաև այնտեղ գծցնե մեզի, որ այդ համարներու մեջ, որ այս նամակը մեզի դրված է ոչ թե Հովանեսի կողմեն։ Հովանեսը բարձրապես ինքը թբիր մներ կամ լրակրողի նման գրեր ինչ որ գտեսնա գլսե։ Իր հեղինակը այս քիրքին Հայր Աստվածն է եւ Հիսուս Քրիստոս եւ Սուրբ Հոգին, որ 7 հոգիներն են, այդ համարներու մեջ այնտեղ կտեսնանք այդ հերինագին overall։ Այո, շատ հետաքրքրական է, որովհետև եւ որ ու 7 հոգիներ են, որոնք անոր աթորին արչերն են։ Եթե պիտի ինչպես որ ասիր, եթե Եսայա առնենք 11 մեկին մեջ իմաստության հոգին, գիտության հոգին, այսինքն բայց Աստված եղածով հզոր Աստված մնե, հա? Ինքը գնալա շատ միամիտ կամ ասենք հարցումը պիտի հարցնի, բայց ինչպես դերը ինքը որ հզոր Աստված է, ինչպես պետք ունի գիտությունը, հանճարը, Աստծո վախի հոգին, հասկացողությունը, խորհրդադուի հոգին, որ գսե իրեն 4 կողմն են։ Գիտես, հետաքրքիր է, որ ինքը եղավ մարդ,
մարդացավ, մեր մեջ բնակեցավ։ Նաև որ Հիսուս ինքը պետք է խոսքը սորվի, ինքը խոսքը կգարտար, ինքը այդ խոսքը ծննդոցեն մինչև իրեն ինչ որ այն ժամանակար մաղաքյա մինչև այդ քիրքերը խոսքերը ինքը կգարտար, ինքը կսորվեր եւ ինքը կվիճապաներ անոնց հետ որ դաջարի մեջ էին իրեն տբիր բաներուն տբիրներուն եւ քահանաները պետներուն եւ այլն բայց ինքը մինչև դարիքը ինքը նույնքան պետք է գսե Հուգասի երկրորդ գլխու 52-րդ համարի մեջ գսե ինքը գաջեր հասագով եւ իմաստությունով Yeah. եւ շնորհքը գտար Աստծո արչեւ եւ մարդկանց արչեւ ուրեմն այդ աջիլը իբրև մարդ ինքնալ պետք ուներ սորվելու գարտալու եւ այլն ինչ խոնարհություն է այդ չէ Անշուշտ։ ուրեմն ոնց ալ նույնն է ինքը այդ բոլորը ինքը ուներ իր մեջ բայց այդ բոլորը ժամանակի ընթացքին իր մեջը ինքը երբ որ մանուկ էր մինչև 30 տարեկան ինքը առաքելությունը սկսիլը այդ բաները իր մեջը Սուրբ Հոգին պատրաստել իրեն այդ իր առաքելության համար Բայց նորամար է որ օրինակ անգեյը որ երբիդի կա, բայց ինքը այս այլևս այս բարակային ինքը եգրի վրա չէր, ինքը երկինքը բազմած էր աթորին վրան։ ինք այստեղ այսը որ մենք գործեի ասել անգե որ եւ բիդիկան հայր աստուծո խորհրդանիշ է անոր խորհուրդները գտնված են ելից քիքի մեջ եւ Exodus որ գսվի այդ Exodus 3-րդ գլխի 14 համարի մեջ այնտեղը հայրը կներկայացի ես եմ որ եմ ես եմ որ I am that I am Այո։ այդ an որ եւ իդիկա ինքը ժամանակի մեջ չի բարոնակված ադիկա հայրը կխորտանիշի հետո այդ համարներում մեջ է հաջորդը ինքը գսե որ անգե որ 7 հոգիները այդ սուրբ հոգին կխորտանիշի եւ Քրիստոս որ առաջնեկն է վգան է Ավադարին վգան։ ավադարին վգան ուրեմն այստեղ գտեսնանք երրորդությունն է սուրբ երրորդությունն է որ այս մեզի կփոխանցի հայրը գտեսնանք որդին եւ սուրբ հոգին Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Եվ եթե շարունակեք եւ Հիսուս Քրիստոս հավատարի մգայեն, որ մերելներեն հարություն առնողներեն անտրանիգն է, եգրի թակավորներուն իշխանը, անոր որ մեզ սիրեց ու մեզ իր արյունովը մեր մեղքերեն լված։ Կնաս շատ արագ եթե ասելիք մոնիս անցնիս ասոր վրայեն։ այո Yes. այստեղ ուրեմն ինքը անթանիգն է այն առումով որ իր առաջ հարություն առնողներ եղան չէ 5 դարանի մեջ նագար Եղիայի ժամանակ Այո։ ինքնալ հարություն առնել դվալ Ղազարոսին եւ Թաբիթային եւ այլն բայց ինքը առաջնեկն է այն առումով որ ինքը ինչպես ասենք ժարանքորդ առաջնեկն է ինչպես Հակոբը ինքը գծեր զավակներ բայց ինքը ժարանքեց ճիշտ 5 դարանի ժարանքորդը առաջնեկը գլար այդ միտքով առաջնեկ է եւ այդ միտքով որ հարություն արավ եւ այդ կերիչը փնավ չի մերավ Ղազարոսը մերավ Դավիթան մերավ մյուսները մերան բայց ինքը փնավ չի մերավ ինքը հիմա հարություն արած Աստծո աչքով նստած է եւ առաջնեկն է երկու միտքերով թե հարություն առնելու միտքով որ փնավ պիտի չմերավ այդ կերիչը համբարձավ իր հարուցյալ մարմինով գսես փորձարակելոց քիրքը եւ նաեւ առաջնեք այն առումով որ ինքն է ժարանքորդը առաջինը բոլոր հետևորդներուն ասել է որ հետևորդներ դիլան թուն ես եւ ուրիշներ որ գավադան իրեն եւ ուրեմն ասոր մեջ ամենակարևոր բանը որ գուզեմ շեշտել 5-րդ համարի մեջ կսա ան որ սիրեց մեզ եւ լվաց մեզ իր արյունով այս բոլոր քիքին խորհուրդներեն ամենակարևոր թեմաները մեկը իր արյունն է արյունը Քրիստոսի միակ միջոցն է որում միջոցով մենք կրնանք փրկվել իր արյան միջոցով այսինքն ինքը զոհ եղավ ինքը եղավ այդ քարնուկը որ մերավ իր արյունը թափեց ինքը մադաղ եղավ ինքը եղավ միջոցը Աստծո բادیجի իր վրա եկավ այդ արյան միջոցով է որ ես կստանամ մեղքերություն կստանաս մեղքերու թողություն եւ ով որ իրեն հավատա կմաքրվի բոլոր իր մեղքերեն ինչ որ առաջին Հովաննու նամակին առաջին գլխու 7-9 համարներու մեջ կսե ով որ խոստովանի իր մեղքերը ով որ ապաշխարե թարցի գուքա իր արյունով գմաքրվինք ամեն ներմեղքերեն անցյալի ներկայի եւ ապակայի ուրեմն սիրո նամակն է ասիկա Հիսուս փեսան է որ կներկայանա որ եւ դիտեսնանք եւ փեսան իր հարսին պիտի խոսի երկրորդ եւ երրորդ գլուխները որ
եկեղեցիներուն խոսքը ունի եսերիկ Հիսուս իբրև վերջին Ադամը սիրո իր հոգու սիրահարը փեսան իր եկեղեցին հարսին ինքը պիտի ուղղություն տա ինչ որ Ադամը պետք է որոնել Եվային եւ չրավ եթե մի բարձի մեջ այո, աշաբս է կիմա ամեն ուրմաշ լավի բաներ կան բայց այո այո, ամեն մեկ համարը ինքնին պատկանում է եւ կսե եւ մեզ թակավորներ ու քահանաներ ռավ ազդծո ու իր հորակով անոր փառք եւ հավիտյանս հավիտենից ամեն Պիտեր գուզեմ բարյամ կհասկնան կանայության մասին խոսում եմ այո գուզեմ ասես հա օքեյ քննի հարց այո իմ հարցումս հետեւյալն է որ մենք կառնենք եկեղեցիներուն քահանաները բայց ոս կսե մեզի քահանա արավ ոչ թե միայն քահանա թակավոր արավ ինչ կնաս բացատրել ինչպես Ուրեմն ասիկա գարջ օրենս եմ համարները շատ են եւ պետք է վերջոտ աստվածաբանական միտքերը գան փաստեր հիմքեր բայց միտքը այս է Հիսուս ինքը մարգարեներ գսե հայտնության քիրքը եւ ուրիշտեղ որ ինքը դերերու դերն է թակավորներու թակավորն է ինքը քահանայաբետն է Եփրայեցիս քիրքը գողոսի անոր մասին ուրեմն այս բոլորը ինքը եւ որ մենք գտնունենք Քրիստոս մեր մեջ եւ որ կապաշխարենք Քրիստոս մեր սրտի մեջ կուքա Սուրբ Ոգի միջոցով եւ ինքը մեր մեջ կաբրի եւ մենք ներնիկ մեր եսին մեր ին մարդուն անցին Քրիստոս մեր մեջ կաբրի հիմա ներգայիս իբրև թակավոր մարգարե քահանայապետ եւ ինքը կսկսի քո միջոցով իմ միջոցով ամեն հավատացյալների միջոցով որ իրեն ընդունած են այս իր առաքելությունը գադարեն ուրեմն մեզի ինչ որ հիշված է 5 դագարանին 19-րդ քուխու մեջ 6-րդ 5-6 համարներու մեջ Մովսեսը ասա որ դու կանայության թակավորություն մնե գսա եւ ադիկա ուղված էր բոլոր Իսրայել վերջը ադիկա ուղվեցավ ղևդացիներուն այդ խոսքերը Պետրոս Արաքյալը գարնե իր նամակի մեջը գսե որ թուք է գսե Սուրբ ազգը կանայության թակավորությունը իր սեփական ժողովուրդը եւ այս գիշվի այստեղ գիշվի հայտնության 5-րդ քուքու մեջ 9-րդ համարի մեջ նաեւ որ գսե կանայության թակավորությունը մենք որ Հիսուսի արյունով փրկվեցանք եւ գրնանք հիմա իշխել իր հետ այս խորհուրդը հոյակապ խորհուրդն է մեզի գրնանք երևակայել որ Հովանես գսե ամենամեծն էր մարգարեներում բայց դուք գսե որ Աստծո թակավորության մեջ եք ավելի մեծ է քան Հովանեսը ինչու որով Քրիստոս է ամենամեծ մարգարեն եւ ինքը մեր մեջ կփնագի այսօր եւ մեզի իբրև հավատացյալներ դիեզերական եկեղեցին ամեն գողմեն քահանաներ եւ թակավորներ ըրած են քահանայության թակավորություն ուրեմն բեչունիկ անպայման դիդղոս ունենալու անշուշտ եկեղեցին մեջ կա տասագարքներ ասված գարքեր որ թրած է այդ չենք ժխտեր ասված ունի իր օձյալ անձերը որ գնեն այդ բաները բայց բոլորս ունի Քրիստոս մեր մեջ չէ ինչ մեծ ժառանգություն ունի մեր մեջ այսինքն իսկ եթե որ թակավորներ գսե թակավորան իմաստով որ Քրիստոսով իշխանություն ունեցող Աստծո զավակներ այո բացատրեմ ասիկա շատ կարևոր հարցում է ուրեմն իբրև թակավորներ մենք կանչված ենք ծառայելու նա ինքը թակավորներ թակավոր լալով ինչը սապսեզ մե ամենամեծը ծեր մեջ պիտի ծառայե բոլորին եւ ինչալ իր առաքյալներու ոտքերը լված այդ արումով մենք պիտի ծառայենք իբրև թակավորներ ծառայողներ բիլան իբրև մարգարեներ մենք պիտի հրճագենք Աստծո ըրած բոլոր կորձերը այսինքն վկաները պիտի լանգեն ոչ միայն գուշակենք աբական այլ շատ կարևոր է որ հասկանանք իբրև մարգարեներ մենք պիտի հայտնության 19-րդ քուխու 10 համարը գսե որ մարգարեության հոգին Հիսուս Քրիստոսի վկայությունն է մենք իր վկաները պիտի լանք okay իբրև մարգարեներ իբրև քահանաներ քահանան ինչ ըրավ միջնորդ էր Սուրբ Աստծո եւ մեղավոր մարդկանց միջեւ ուրեմն մենք Հիսուս մեր մեջ իբրև քահանա մեզի պիտի օգտագործի իր քահանաները լալու միջնորդելու, աղերսելու, աղոթելու, մեղավոր մարդկանց հոգիներու փրկության եւ ներկայացնելու եւ դերոճմի ողորմություն խնդրելու Սուրբ Աստծո առջեւ, որ հասնի այդ մարդկանց եւ ողորմությունը հասնի իրենց, փրկե իրենց եւ շնորհք տա մեզ։ Ուրեմն այս թերը մենք կխանք, ամեն մեկ երնից այս բեչունինք մենք հովիվը լավի եկեցի մեջ իր վգանը լավի։ Բեչունինք մենք
քահանամը լալու որ միջնորդենք մարդկանց համար եւ այդ չունի թակավոր թակով դեմը նստած քահանիմը վրա որ մենք ծարայենք մարդկանց ծարայենք Աստծո անհնարած Աստծո ծարայելով մարդկանց ծարայել հասկանաք ինչ է այո, այո, ոչ թե մենք եկել ենք իշխելու եւ դարբեր մարդկային միտքով թակավորելու այդ օրը պիտի կա բայց մինչև այն ժամանակ այս է մեր թիրքը Քրիստոսի մեջ ամեն։ Բացատրեցինք սիրելիս քահանան եւ թագավորը, բայց միևնույն ադենիչես որ Պիտերը ըսավ եկեղեցական գարքերը կան, մեր հովիվները կան, վարդապետները կան, arczepiskopos, առաջնորդ, մենք անոնց հովանով, այսինքն մեր հովանոցին իրենց հովանոցին դագանենք։ այո Ուրեմն վինասի 7-րդ համարին այո Ուրեմն հոսքս է ահա ամբերով գուքա ու ամեն աչք պիտի տեսնե Զանիկա եւ անոնք որ Զանիկա խոսեցին երկու հարցում ունիմ առաջին ահա ամբերով որ պիտի գուքա հապշտագութենեն առաջ է կամ հապշտագութենեն յետքն է Okay, ուրեմն ես ասեմ քեզի որ երբ որ Քրիստոս կա հափշտակությունը նույն ժամանակ պիտի լինի դարբեր գործիքներ կան ամեն մասին բայց եթե լավ սերտենք սուքիր կգրեսնանք որ Հիսուս քան է այլևս վերջացավ երկրորդ քալուսն է ատկե վերջ նորեն արիտներ չպիտի դրվի նորեն մարդկանց հրգվելու կամ եւ այլն եւ այդ ագնթարդին երբ որ վերջին փողը հնչե գսե Պողոս Արաքյալ Թեսաղոնացիս քիփքի մեջ ինքը ամբերով պիտի կա եւ պիտի հափշտակվի պիտի rapture-ը պիտի լա բայց այդ ագնթարդին ներերները պիտի առաջ հարություն առնեն ես մի առաջ մենք որ ողջ ենք պիտի միանան իրեն Թադաստանը պիտի լա միևնույն ժամանակ նույն ագնթարդին եւ պիտի բաժնվին այծերը ոչխարներեն որոնը ծորենեն միջև իր երկրորդ քալուստը այս բաները պիտի մնան երկուքը զուգահեռ պիտի երթան երկու թակավորությունները փախումի մեջ են Աստծո խավարի թակավորությունը եւ լույսի թակավորությունը եւ այս զուգահեռ պիտի երթա միջև այդ պահը վերջին փողը գրանչե Քրիստոս պիտի երևնա եւ այս բոլորը մեկ ագնթարդի մեջ ամենը պիտի լա երկար փառակ դարիներ չի պիտի առնի ասել Աստծո ժամանակի մեջ այլևս ժամանակա չի եւ ամբերով պիտի կա որ գսե երկու իմաստուն 5 դագարանի մեջը այդ իմաստը այն է որ իր զորությունով իր Թադաստանի պիտի կա եւ որ այդ նայինք 5 դագարանի մեջ տարբեր համարներ կան որ դիսերտենք կնայինք շատ տարբեր դեղեր գսե որ ամբերը գխորթանշի իր Թադաստանը որ դուքավ նաեւ եւ որ կորց արաքելոց առաջին քուլուկը գնայինք ինքը երբ որ համբարձավ Քրիստոս ամբերում մեջ ինքը հապշտակվեցավ վեր ծվեցավ եւ այդ նույն ցևով որ առնվեցավ գսե այն ցևովա երբ պիտի վերաթարնա մենք աչքով պիտի տեսնանք իրեն մարմինով պիտի վերաթարնայինք այդ օրվան կսպասենք որ մեծ ակնկալությունով եւ ամեն օր մեկ օր ավելի մոտ ենք շատ երանելի վիճակի մեջ ենք որով մենք ավելի մոտ ենք քան մեր նախնիները Ամեն։ Եվ գիտես հիմա որ աս ցանկի մեջ աս աղավաղված աս երկրաշարժները մարդոց աղդոդությունը ամեն օր գլսենք մարտասպանություն, սպանություն, երբ որ հերադեսիլ քիդող լուրերը մտի գրած նախընտրելի է որ չի լսես, չի տեսնաս, բայց որքան մեզի ավելի պատասխանատվություն կուտա մեր հավատքի ցանկը նայելու, որովհետեւ մեր հույսը հավիտենականութենեն չի զրկվինք հաջորդ ասում սանիգայ ասամարին վրա որ գսե երբ որ ամբերով պիտի կա խոցողները իրեն պիտի տեսնան օքեյ շիդագը ասեմ անոնք որ զանիգա խոցեցին անոնք կալ պիտի տեսնան եւ հոն անոր վրա գոց պիտինեն եգրին փոլոր ասկերը խոցողները անոնք որոնք ասենք հռոմեացի զինվորները որ իրեն խոցեցին այն ժամանակվա քահանաները եւ հիմա ամեն մարդիկ որ իրեն զարգանեն չէ այո ուրեմն անոնք պիտի տեսնան այդ առումով որ ով որ իրեն խաչ հանեց որ փոլորս են ամենքս իրեն մեր մեղքերը իրեն խաչ հանեց ինքը պետք է որ երթալ խաչը ուրեմն ամեն որ իրեն խոսեցին պիտի տեսնան եւ պիտի ողբան պիտի տեսնան որ այս իրականությունը իրոք իրականություն նույնիսկ անոնք որ չհավատացին նույնիսկ անոնք որ առաջին տարին իրեն խաչ հանեցին բայց մենք ալ մեջն ենք որով մենք ալ խոսեցին մեր մեղքերը ներ որ խոսեցին իրեն եւ այս միտքերը առնված է Զաքարիայի 12-րդ գլուխեն այնտեղ գիտես գսե իրեն բիդի անոնք որ խոսեցին իրեն հрьяաներու մասին կխոսին նաեւ հрьяաները եղան պատճառ չէ ասին մեր թակավորը չէ ասին եւ որ Հերովստեսի արչեփերին եւ իրենք մեժեցին
Քրիստոսի։ Եվ այդպես է պետք է լա, որով եթե ընդունեին ինքը չպիտի երթար խաչը եւ չպիտի մեռներ, բայց մարգարեացված էր Եսայի մարգարեի 50-րդ գլխի մեջ, որ ինքը պետք է որ մեռնի։ Մարդիկ կգածեն, վայ, 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 ինչ եղավ, եթե միան որ ընդունեին մեղ Հիսուսին, չէ, Աստված արդեն նախաս արդեն իր նպատակն էր, որ իր որդին մեռնի, որում միջոցով մեզի փրկություն հասնի։ Գիտես հիմա որթուն գխոսիս եւ 5 դագարանեն Զաքարիա, Եսայա, Եզեկիել գխոսիս, այսինքն ինչ կարեւոր է որ մենք 5 դագարանը գիտնանք, որովհետեւ հոնդերեն է որ կսկսի հայտնության գիրքը եւ շատ-շատեր կսեն նո հինը անցավ հիմա մենք նորին մեջն ենք Հիսուսին, բայց հինին մեջն է շատ մը գիտություններ եւ Գսկսի առաջին գլուխեն, զնոնթոց երրորդ գլուխին կսե Աստծո հոգին ջրերուն վրա է, սկիզբեն էր դեր Հիսուս Քրիստոսը, ուրեմն փած սիրելի սփած, սկսե գարտալ զնոնթոց քիրքեն, սկսե գարտալ հարաճանալ ամեն գլուխներում մեջ, եւ երբ որ աս խոսքերը պիտի լսես, ավելի պիտի լուսապանվես, ամեն եւ այս համարը շատ կսերենք եւ միշտ կսենք մեր աղոթներում մեջ դեր թունես ալֆան, թունես օմեգան, թունես որ է եւ որեր վիրիկա ամենագալը ինչպես որ քիչ առաջ ասի Ամեն։ Պիտեր ջան առաջին գլուխեն երկու համարներ եւս պիտի առնեմ եւ առաջին բաժինը պիտի գնանք ուրեմն եթե անցնիկ դեսիլքին Դեսիլքը նախ կրնաս բացատրել անոնք որոնք դեսիլքը չեն գիտեր ինչ ասել է հասկանան դեսիլքը Okay. Դեսիլքը ուրեմն եւ ուզեմ փամը շերալն դալի հիմա է ժամանակը ներվադիգա սլայդերեն, բայց դեսիլքը փամն է որ մեկը որ ինքը երազով չի տեսնար, ինքը արթուն է եւ իր աչքի ինքը այնքան դարված է հոգի մեջ, որ ինքը քեր բնական բաներ կսկսի տեսնել։ Բայց չի կնանար որ դարբերվի երազեն Եվ ուրեմն այս բոլորը գդրվի Հովանեսին եւ որ Հովանես գլզին վրան մինակ ակսորված այնտեղ իր վկայության համար եւ դարաբանքի մեջ է, չարչարանքներու մեջ է եւ աստծո թակավորության մեջ է գսե ինքը գսե 10-րդ համարի մեջ գսե հոգի մեջ է օրած բաները ես դեսա եւ լսեցի բնավ եղած է որ այսպես թուն մեկում է գրնալավ մեծ ասանք ժողովրդի մեջ է ստարբեր դեմոնես բայց թուն միտքով ուրիշ տեղ ես թուն ուրիշ բաներ կմտածես որ նույնիսկ այդ բաները երևակայես որ շուրջը հազարներով մարդ կգնալա բայց թուն անոնց դերիակ չես այդ բեսակ միջոց բան վիճակն է այդ տեսիլքի մեջ լա քեր բնական հոգի մեջ բաներ տեսնալ որ շուրջինները չեն տեսնար օրինակ մնալ եւս տամ որ եղավ օրինակի համար Բողոս Արաքյալ եւ որ Դամասկոսի ճանապարհի վրա կորց Արաքելոց 9-րդ գլխում մեջ է գսե որ լույս մը տեսավ եւ ցայն մը լսեց գսե իր շուրջինները չի տեսան այն ինչ որ ինքը տեսավ բայց ինքը Բողոս Արաքյալ տեսավ այդ բաները շատ իրական էր իրեն այդպես այդ չափս ենք հիմա Այո, եւ ոսկսե ես Հովանես ծեր եղբայրը եւ Հիսուս Քրիստոսի նեղությանը ու արքայությանը եւ համբերությանը մեջ ընկերագիծը։ Հովանես սկսե ծեր եղբայրը, որովհետեւ վերնակիրը բարև 7 եկեղեցներուն, որ դերևս կալ անգամ մենք անդրադար խոսինք անոր մասին, ուրեմն նեղության մեջ էր Հովանես, չէ, խոսածեն նեղությանը, արքայությանը, համբերությանը ընկերագիծն է դեր Հիսուս Քրիստոսին եւ ասենք Բադմոս ասված գղզինեի Աստծո խոսքին համար ու Հիսուս Քրիստոսին վկայության համար։ Եվ գսե գիրագի օրը հոգին իմ վրաս եկավ ու յետևես ցայն մը լսեցի փողի ցայնի պես որ գսեր ինչ որ գտեսնես քրկիմը մեջ գրե ու ղրգե 7 եկեղեցիներուն։ Հետաքրքրական է որ ես որ գարտամ ասիկա գսեմ դեր ինձ սուպոքիով տնեցոր, քուգին զորությունով տնեցոր, ինձ հայտնություն դուր։ Եվ ինքը բարձ նստած էր Հովանես օրը դերևս աղոթքի մեջ էր, կամ գմտածեր անցուդարձին վրա եւ Աստծո հոգին գսե եկավ եւ իրեն լեցուց եւ գսե եւ ինչ որ գտեսնաս գրե 7 եկեղեցիներուն։ Կուզեմ որ բացատրես որոնք են 7 եկեղեցիները։ Okay, չեմ գիտեր էկրանի վրա երևա որ Այո, այո։ Okay, ուրեմն Հովանես տեսանք այդ նկարը դրած է որ այսպես այս նկարի մեջ մինագը նստած դեսիլքը գտեսնա գթարնա փողի նման ցայնը գլսե այդ ցայնը գտեսնա որ եւ որ թարնա
մարդու որդու նման մեկը։ Հիմա այդ մարդը, որում կտեսնա, իրեն գսե, որ քրե ինչ որ կտեսնաս, եւ պիտի խրգես 7 եկեղեցիներում։ Հիմա նկարը դրած եմ, ուսամ Երևա, Այո, այս Հովանես, նկարը քիչ մը ճիշտ նույն Հովանեսին չի երևնար, որ այդ նկարի մեջն էր, որ առաջին նկարի մեջ դրի, բայց Երևակայի վրացիկա Հովանեսն է, Պատմոս կղզին վրա, ինքը մագաղաթի մեջ կսկսի քրել, մեկ մագաղաթ է։ Այդ մագաղաթի մեջ ինչ որ կտեսնա կքրե, ինքը պիտի ուղարկե 7 եկեղեցիներում, որ փոքր Ասիայի մեջ էին, Ասիա գրված է այդ քարտեզի վրա անգլերենով այստեղ, եթե գրնամ այստեղ մեկ հատ բանն են լեյզեր, այստեղ ուրեմն կտեսնանք Ասիան եւ այս ներկայիս Թուրքիան է։ Ինքը Պատմոս կղզին վրան է այստեղ, կղզին վրա, որ մոտավորապես 60 կիլոմետր հեռու է եւ ինքը գլզի է, չի կրնալ այս եկեղեցիներուն հասնել։ Քրածները ամեն բոլոր հայտնության գիրքի մեջ գրված մեկ մաղարաթի մեջ կգրե եւ գուղարկե առաջ Եփեսոսի եւ վերջը Սմիրնայի, վերջը Պերգամոնի, Թիաթիրայի, Սարդիսի, Ֆիլադելֆիայի եւ Լաոդիկիայի։ Այս եկեղեցիները եթե նայեք իմ լեյզերս կերևա որ այո, այո, այ ուրեմն Պատմոսեն հոս ծևով մը կհասնի այդ մագաղաթը եւ ինքը շրջանակ մնե եթե կտեսնաս ուրեմն մեկը պիտի առներ այդ նամակը եւ ամեն մեկ եկեղեցի պիտի դաներ որով այն ժամանակ փանչիգար Xerox մաշիններ պիտի գարթար ամեն եկեղեցին բոլոր հայտնության գիրքը բայց պատկամները դրված են ամեն մեկ եկեղեցին որ պիտի տեսնանք երկրորդ եւ երրորդ գլուխներում մեջ այս 7 եկեղեցիները ինչ որ պիտի ստանային որ ասված դված էր Հիսուսին եւ հրեշտակին Հովանեսին պիտի գարթացողը գարթար 7 եկեղեցիները լսեր պիտի այս բոլորը բան դառնար ինչ կսեն ինչ հա կներես չեմ գնալ որ առաջ տանի ծեվում էկրանի վրա լեյզերը բռնվեցավ ուրեմն it's okay, Ես ասեմ եմ եթե գտնամ ասեմ եմ հա ուրեմն okay, երբ որ գտեսնա այդ տեսիլքը գտեսնա որ այդ Հիսուսը այդ 7 եկեղեցիներուն մեջտեղը գայնած էր ուրեմն 7 լամփարներ գսե կամ աշտանակներ այս 7 աշտանակներ գտեսնա եւ անոնց մեջտեղը մեկը որ մարդու որդու նման է ուրեմն Հիսուս գարանչվի այս 7 եկեղեցիներուն հետ եւ խոսք ունի եսել կնայ փերնեն երկսարի սուր մգելն է այդ երկսարի սուրը որ գելն է իր փերնեն իր խոսքն է ամեն մեկ եկեղեցին պատկամ ունի եւ ամեն մեկ եկեղեցին հրեշտակին որ այստեղ աստղերով խորհրդանշված է հայտնության առաջին 20 համարի մեջ կմեկնաբանե այնտեղ Հովանես եւ գսե 7 աշտանակները 7 եկեղեցիներն են ամեն մեկ քաղաքի մեջի հավատացյալ ժողովուրդները ուրեմն շենքը չէ որուն այս նամակը գերտավոր այլ հավատացյալներում բոլոր քաղաքի մեջ Երևակայի որ այսպես բան գլային այն ժամանակ գիտես priors town priors գսեմ հիմա մեկը որ խոսի եւ ամեն մարդ կհավատի լսելու այդ այո, խոսքին այդ ծևով այդ նամակը ընթերցողը պիտի ընթերցեղ հավատացյալները ամեն գոմեն հավատային հրաբարական մտի գնելու ուրեմն այդ 7 եկեղեցիներու մեջտեղը դեսիլքը գտեսնա բայց նամակ ուղարկողը ինչպես այդ նկարի մեջ տեսանք Հովանեսն է եւ այդ նամակը ուղարկե խոսքը տեսնանք այդ 7 եկեղեցիները 7 քաղաքներն են փոքր Ասիայի մեջ եւ այդ նամակները որ ինքը գուղարկե այդ 7 եկեղեցիներուն այդ ժամանակաշրջանի մեջ փոքր Ասիայի մեջ մեզի կհասնի Սուրբ Գիրքի միջոցով ուրեմն այդ մագաղաթը գանոնի միջոցով գմտնա ընդհանուր ներ Սուրբ Գիրքի մեջ որ հայերուն համար ուշ մտած է 10-րդ դարին մտած է մինչև 10-րդ դարը մեր Աստվածաշունչի մեջ չի գար հայտնության գիրքը եւ որ թրվեցավ առաջին գիրքն էր որ ավետարաններեն առաջ թրվեցավ իր հերթականության մեջ վերջը փոխվեցավ վերջը թրվեցավ այդ 4 ավետարաններուն եւ վերջը ամենավերջը թրվեցավ բոլոր նոր գտագարանի մեջ այս բոլորը գդարվեցավ ներսես լամբրոնացի ժամանակ որ մոտավորապես 10 տարին էր եւ ինքն էր պատճառ որ եւ որ քնած բան Գիլիկիայի գոմերը տեսավ որ հույները ունին այս նամակը բայց հայերը չունին եւ գրնալ այս պատճառները մեկն է որ մեր եկեղեցիներու մեջ չի ընթերցվի այդ սովորությունը չեղավ
որով մեկը սկիզբեն այս քիրքը կանոնի մեջ չէր մտած։ Թեկուզ հայերը դերյակ էին եւ ունեին դարձել ծևերով հասած էր իրենց բերանացիորեն, բայց կանոնի մեջ չէր մտած։ Ուրեմն եւ որ կանոնի մեջ մտավ որ սուրբ գիրք կսենք, the canon, այդ սուրբ գիրքը վերջը ընթերցվելով սերունդ թե սերունդ այսօր կհասնի ամեն 7 մայր ցամաքներ ուր որ առաքյալները կացին եւ կամ այսօր միսիոնարներ առաքյալներ գերտան այս քիրքը իրենք պետք է դարաձեն խոսին կարդան եւ կան հովիվներ որ կգարթան եւ կկատարեն ասիկա բայց ամեն տեղ ցավոք սիրտով չի կարդա չի ընթերցվիր եւ ամեն մարդ չի լսած չի հասկացած այս քիրքին խոսքերը Այո, եւ որովհետեւ գիրք մնալ է հայտնության գիրքը, որ 5 վարյանեն չես կրնար խոսիլ բացատրություններ պիտի դաս, բայց Պիտերը սեր գուզես որ երբ որ 7 եկեղեցիներուն գրված է ասիգա Հովանես խորիս որ սկսավ դեսիլ կդեսնալ մինչև հայտնության գիրքին 23-րդ գլուխը թե ոչ ընդհանումներ ունեցավ Ես դարբեր գարցիկներ կան, կգարձեն շատեր, որ ասպես մեկ կտոր գինոյի պես ինքը տեսավ եւ վերջը քրեց, բայց ես այդպես չեմ գարձել, որով երբ որ նայիս 10 օրինակ համար որ նայիս 10-րդ գլուխը, այնտեղ Հովանես Փամը պիտի քրե, բայց իրեն հրեշտակը գսե մի քրեր այս բաները, եւ որ 7 վերևինները։ So ինքը ասիկա հերթականությամբ ստացավ, չեմ կարծել որ ամենը մեկ գրնալ է ժամանակի ընթացքին չեմ գիտեր որքան ժամանակ արավ ասենք 2-3 օր, 1 օր, 1 ամիս, 1 տարի, բայց կամած որով ամեն անգամ նայեցեք օրինակի համար այս առաջին քուխուն 9-րդ համարի մեջ գսե որ ես հոգին մեջ էի գսե, երբ որ դերոջը օրներ գսե, դերոջը օրը, այսինքն գիրագի օրը, Քիրիոս բառն է հունարենով, որ Քիրիոս բառը դերոջը օր նաև քիրագի, մենք հայերեն քիրագի բառը այդ հունարեն բառեն մենք արած ենք Քիրիոս դերոջը օրը, այսինքն հարության օրներ, ինքը պաշտամունքի մեջ էր, ինքը գտեսնա, գլսե եւ գքրե։ Վերջը նորեն գսե ասիկա 4-րդ քուխուն առաջին համարի մեջ 4-րդ քուխուն առաջին համարի մեջը նորեն գսե որ ես հոգին մեջ էի գսե եւ որ այս ցայնը լսեցի վերջը կգրկնի ադիգա 17-րդ քուխուն 17-րդ քուխուն նորեն գարձեմ երկրորդ համարի մեջն էր 10-րդ գլուխ 17-ը քուխուն այնտեղ գսե այո այնտեղ գսե որ ես քեզի նորեն բան գսե հոգին մեջն էի 17-րդ քուխուն մեջ երբ որ այս բաները նորեն ինքը գլսե so ընթացք մը գանցնի 21-րդ քուխուն 21-րդ քուխուն 9-րդ համարի մեջն ա գսե ես հոգին մեջն էի գսե երբ ինձի նորեն դրվեցավ այս բաները որ ինքը քրեց եւ փոխանցեց բոլորիս so ես կխորի որ ժամանակի ընթացքին դրված է բայց եւ որ քրած է մեկ անգամեն դրված է բոլորը իբրև մեկ մագաղատ մեկ նամակ ամեն 7 եկեղեցիներում Ուրեմն 7 եկեղեցիները, որոնք տարբեր շրջանի մեջ են, կհասկանան օրինակի համար Սուրիա, Լիբանան, Կանադա, Ամերիկա, Սեբենկտե, այսինքն Կարդեսի մեջ ուր որ մոդ են, եթե միջեգրական Կարդեսը բիլարնենք Սուրիա, Լիբանան, Հորդանան, չէ, ուրեմն շրջաններն են, քաղաքներուն անունը ոչ թե եկեղեցին անպայման անունն է։ Ավելի ճիշտ եթե ասում մտածենք այն ժամանակ այդ 7-ը դեղական եկեղեցիներում դրված էր բայց 7 թիվը լավ է որ ասիշեցուցիր ինձ խորհրդանշեն ամփոփչություն կամ գադարելություն ինչպես ասված 7 օրվա մեջ ամեն բան ստեղծեց եւ դեսավ որ ամեն բան լավ է եւ վերջացուց իր ստեղծագործության կորձը այս 7 թիվը գտնված է 5 դարանի մեջ հարյուրավոր անգամներ եւ նաեւ հայտնության քիփի մեջ ամենաշատ գտնված թիվն է խորհրդավոր թիվն է ուրեմն այդ 7 դեղական եկեղեցիները իրական եկեղեցիներ էին բայց որով 7-ը գսե այն միտքն է որ ինչ որ այն 7 եկեղեցիներուն գսե ասված գուզե որ բոլոր եկեղեցիները լսեն իր ժամանակին այսինքն Հովանեսի որ գրեց ուրիշ եկեղեցիներ կային բոլորն պետք ունեին լսելու ոչ միայն այդ 7 եկեղեցիները եւ իր ժամանակեն վերջ դարեր անցած պետք է որ ամեն եկեղեցիները ամեն քաղաքներու մեջ ամեն համայնքներու մեջ այս խոսքը լսեն ուրեմն
եւ որ 7 մայր ցամաքները գսեմ այդ միտքը այդ է որ ամեն դեր այդ է միտքը ուր որ եկեղեցի գա պետք է այս խոսքերը լսե ուր որ հավաքույթ մը գա երկու կամ երեք արդեն ադիկա աստծո եկեղեցին հոնդերը գազմված է պետք է որ այս խոսքերը դարածվի ամեն դեր այսօր եւ ամեն սերունդի մեջ Ամեն, ամեն։ Պիտեր, դու շատ գեղեցիկ սլայդ մտրած ես մեր թիմացը այ բացատրություններով, բայց մեր ժամանակը այսօր ամբողջացավ քարանքանվան բերիցը կենք ասուտի, որտեղ շատ հետաքրքրական բացատրություններ կան եւ հետաքրքրական է պիտի գաբենք եկեղեցներուն, երբ որ պիտի խոսիս Էփեսոսին, Ֆիլադելֆիային, Լավոդիկեին եւ այլն, բայց միջ այդ որովհետև ինչու սիրելի քույրս եղբայրս մի փարկանար ինձ մեր որովհետև երազը որ դեսիլքը որ պիտի տեսնա գաբունի Թանիելին դեսիլքին հետ ուրեմն շատ հարցումներ ունիմ չեմ ուզեր ծերին համբերությունը գործընծնել բավարարվինք այսօր այս գիտությունով եթե գուզես երկրորդ անգամ մտի գրե եւ եթե գուզես բաժնեկցիր կխնդրեմ ձեզ մե բոլոր հայաշխարը այս դասընթացը թող իմանա միան քեզի համար մի բահեր եթե հարցումներ ունիս գրե եւ ես քեզի հարցում ունիմ այսօրվան հայտնության հովանուն որ լսեցիր որքանով քու սրդիդ մեջ ուրախություն եկավ որքանով քուգին հավատքի ցանկիտ վրան պիտի հետաքրքրվիս եւ որքանով գճանցալ դեր Հիսուս Քրիստոսը իրեն թիրքը ասահիգներեն շնորհակալ եմ Փիթերս PowerPoint-երուն համար չկնա երևակայել Փիթերը որքան ժամանակներ դվավ որ ցեզի ավելի visually ավելի տեսնակ տեսողական ցևով տեսնակ եւ ավելի ցեզի հասկանալի ըլլա ցեզ շատ գսերենք ամենքս իրար գսերենք որ Քրիստոսի զավակներն ենք եւ գուզենք սորվիլ գուզենք գիտությունը ստանալ ոչ թե միայն լսել բայց մեր ամենօրյա կյանքին մեջ գադարել որովհետեւ երբ որ հաջորդ անգամ լսենք ավելի մեր մեջ ավելի փափակա լա եւ հետաքրքրություն լա շնորհակալ եմ Պիտեր ժամանակի համար շատ պիտի խնդրեմ մեզի գարշ աղոթքոմը վերջացնես Սիրելի եղտավոր հայր որքան երախտաբարն ենք որ մեզի այսօր թուն հայտնության հոգի շնորհեցիր իմաստության հոգի որ կարողանանք հայտնության գիրկը հասկանալ Պիտի խնդրենք, որ շարունակես ինձ, Գարինին եւ բոլոր լսողներին շարունակես մեր ծարավը արեցնել մեր մեջ, որ բոլոր հայտնության գիրքը կարդանք, լսենք եւ բահենք, կատարենք կորցնական օրեն մեր կյանքի մեջ։ Այդ շնորհքը մեզի հասցուր Հիսուսի անունով կխնդրեմ։ Ամեն։ ամեն եւ ամեն շնորհակալ եմ